Նա կանգնել էր կյանքի հետ չհամատեղվող լերկ մի ժայռի վրա: Նա զավակն էր նրա: Արմատներ էր ձգել կենսանյութից զրկված ապառաժի ներսում ու ժայռի խորքերով գաղտնի հոսող առվից սնվում էր ու ծաղկում: Եվ այնքան վեհորեն ձգված էր ու հանգիստ, որ ստորոտի բեժի հողում ապրողն անգամ նրա ժայռն էր տենչում: Բիրտ հողմերը հերթով պոկել էին փորձում տերևները նրա, արմատն էին կտրում կրծողներ ու սողուն, իսկ նա բերք էր տալիս, քաղցր ինչպես մեղրը, և բոլորին սնում: Մինչ որդերը փորում ու չէին կշտանում նրա առատ բերքից, թե դրսից, թե ներսից, կանգուն էր նա սակայն, դարերով անսասան: Հետո նրանք եկան: Այս սարն իմն է, այս ծառն իմն է, այ 1000 տարեկան ես, որ չկամ դեռ 20, քո տերն էլ եմ անգամ: Ու պոկել սկսեցին վեհածառի շիվերն ու ջարդել ճյուղերը: Ծառը տնքում, սակայն էլ ավելի խորն էր արմատը մխրճում: Ո՞վ էր նրան խղճում: Ուժեղին չեն սիրում, իսկ նրանք, որ ոգու քաջությունը զուտ բիրտ ուժից չեն տարբերում, ոգով ուժեղներին ատելով են ատում: Չէ, ձեռքով չէր պոկվում ու վառել փորձեցին: Հետո այդ մոխիրը աշխարհով սփռեցին ու կանգնեցին հպարտ, ասես դա ժայռն այդ դարձրեց իրենցն ընդմիշտ: Մինչ արմատը նրանց ապարդյուն ջանքերով ժայռն էր փորձում ծակել, որ հիմնվի վերում, ժայռի տերն իրական, ժայռի ոգով որդին, որ այրվել էր վերուստ, ժայռի խորքից ծլեց մի նոր ուժով ներքին, մի նոր գեղեցկությամբ, մի նոր դարման վերքին: